Դուք հենց այստեղ կգտնեք ամեն ինչ խոյի մասին։ Ամբողջական եւ մանրամասն ուղեցույց, նրա բնութագրերից մինչև սիրային, ֆինանսական եւ ճանապարհորդական խորհուրդներ։ Խոյ նշանի հատկություններ եւ առանձնահատկություններ։ Խոյ կենդանակերպի դրական գծերը։ Խոյ կենդանակերպի բացասական կողմերը։ Խոյ տղամարդու բնավորական առանձնահատկությունները։ Խոյ կնոջ բնութագիրը եւ մտերմության գծերը։ Խոյ սիրահարված տղամարդիկ, ինչպես են նրանք ցուցաբերում իրենց զգացմունքները։ Խոյ սիրահարված կանայք, սերն ու հոգեբանական մոտեցումները։ Ժամադրություն խոյերի հետ եւ սիրային համատեղելիության ուղեցույց։ Խոյերի սեռական բնավորությունը եւ համատեղելիությունը։ Խոյը որպես ծնող, ծնողական ոճ եւ մոտեցումներ։ Խոյ երեխան, տղայի եւ աղջկա առանձնահատկություններ։ Խոյի կարիերայի եւ մասնագիտական հաջողությունների աստղագուշակ։ Խոյի փողի որոսկոպը եւ ֆինանսական վարքագիծը։ Խոյ կենդանակերպի նորաձևության խորհուրդներ եւ ոճային ուղեցույց։ Խոյ ճանապարհորդական խորհուրդներ, ակտիվության եւ արկածների ուղեցույց։ Դե ինչ, սկսեցինք։ Խոյ նշանի հատկություններն ու բնութագրերը։ Խոյը կենդանակերպի առաջին նշանն է, եւ դա շատ հստակ զգացվում է նրա բնավորության մեջ։ Այս նշանի ներկայացուցիչները կյանքի մեջ առաջ են շարժվում առանց հետ նայելու, առաջնորդվելով ներքին կրակով, ինքնավստահությամբ եւ հաղթելու ցանկությամբ։ Խոյը չի սիրում սпасել, չի սիրում անորոշություն եւ հազվադեպ է հարմարվում ուրիշների տեմպին, նա սովոր է լինել նախաձեռնողն ու ճանապարհ բացողը։ Խոյերի մեջ ուժեղ է մրցակցության ոգին, նրանց համար կարևոր է զգալ, որ առաջ են գնում, զարգանում են եւ հաղթահարում խոչընդոտներ։ Եթե կյանքում ամեն ինչ դանդաղ է ընթանում, խոյը կարող է անհանգստանալ, նյարդայնանալ կամ նույնիսկ կորցնել մոտիվացիան։ Այդ պատճառով նրանք լավագույնս դրսևորվում են իրավիճակներում, որտեղ կա շարժ, ռիսկ եւ արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն։ Զգացմունքային առումով խոյը բաց եւ ուղիղ է, նա չի սիրում խաղեր, կեղծ ժպիտներ կամ երկիմաստ հարաբերություններ, ինչ զգում է, հաճախ արտահայտում է անմիջապես, նույնիսկ եթե դա կարող է թվալ կտրուկ կամ անհարմար։ Այս անմիջականությունն է, որ շատերին գրավում է խոյի մեջ, բայց նույն հատկանիշը երբեմն կարող է դառնալ վեճերի եւ թյուրըմբռնումների պատճառ։ Խոյը բնական առաջնորդ է, նա հեշտությամբ կարող է ստանձնել պատասխանատվություն, ղեկավարել մարդկանց կամ ոգեշնչել շրջապատին իր էներգիայով։ Սակայն ղեկավար դառնալով խոյը երբեմն մոռանում է համբերության մասին եւ դժվար է տանում, երբ մյուսները չեն շարժվում իր արագությամբ։ Նրա համար կարևոր է սովորել լսել եւ հաշվի առնել նաեւ ուրիշների կարծիքները։ Սիրային հարաբերություններում խոյը կրքոտ է, նվիրված եւ նախաձեռնող։ Նա սիրում է զգալ սերը ամբողջ ուժով, առանց սահմանափակումների։ Խոյը չի հանդուրժում անտարբերությունը կամ սառը վերաբերմունքը եւ միշտ ակնկալում է նույն էներգիան, ինչ ինքն է տալիս։ Եթե զգա, որ իրեն չեն գնահատում, կարող է արագ հեռանալ, չսպասելով բացատրությունների։ Թույլ կողմերից կարելի է նշել անհամբերությունը, երբեմն ինքնահավանությունը եւ հուզական պոռթկումները։ Խոյը կարող է արագ բորբոքվել, բայց նույնքան արագ էլ հանգստանալ, առանց երկար հիշաչար լինելու։ Նրա զայրույթը հազվադեպ է խորքային, պարզապես էներգիայի արտահոսք է։ Ամփոփելով խոյը ուժի, նախաձեռնության եւ քաջության խորհրդանիշն է։ Նա այն մարդն է, ով չի վախենում առաջինը քայլ անել, անգամ եթե ճանապարհը դեռ լիովին տեսանելի չէ։ Խոյերի հետ կյանքը երբեք ձանձրալի չէ, քանի որ նրանք միշտ շարժման, փոփոխության եւ նոր սկզբունքների մեջ են։ Խոյ կենդանակերպի դրական հատկությունները։ Խոյը համարվում է կենդանակերպի ամենաուժեղ եւ նախաձեռնող նշաններից մեկը։ Նրա դրական հատկությունները ձեռավորվում են ներքին կրակից, ինքնավստահությունից եւ կյանքի նկատմամբ ակտիվ դիրքորոշումից։ Խոյը չի սպասում, որ հնարավորությունները ինքնուրույն հայտնվեն։ Նա ինքն է ստեղծում դրանք, գործելով արագ, վճռական եւ առանց վախի։ Խոյերի ամենամեծ առավելություններից մեկը քաջությունն է։ Նրանք չեն վախենում դժվարություններից, ռիսկից կամ անծանոթ իրավիճակներից։ Այնտեղ, որտեղ շատերը կկասկածեն կամ կհետաձգեն քայլը, խոյը առաջ կանցնի, փորձելով, սխալվելով եւ կրկին փորձելով։ Այս հատկությունն է, որ նրանց հաճախ դարձնում է նոր ուղիներ բացողներ եւ առաջամարտիկներ։ Խոյը բնածին առաջնորդ է։ Նա ունի մարդկանց իր հետևից տանելու ունակություն, ոգեշնչելու եւ մոտիվացնելու
կառավարելու ներքին ուժ։ Նրա էներգիան վարակիչ է, եւ շրջապատը հաճախ զգում է այդ ուժը նույնիսկ առանց խոսքերի։ Խոյերը հեշտությամբ են ստանձնում պատասխանատվություն եւ չեն խուսափում որոշումներ կայացնելուց, հատկապես ճգնաժամային իրավիճակներում։ Մեկ այլ կարևոր դրական կողմ է անկեղծությունն ու ազնվությունը։ Խոյը չի սիրում թաքնված խաղեր կամ կեղծ վերաբերմունք։ Նա նախընտրում է ասել ճշմարտությունը ուղիղ եւ բաց, նույնիսկ եթե դա միշտ հաճելի չէ լսել։ Այս բաց բնավորությունը վստահություն է ստեղծում եւ խոյին դարձնում է հուսալի մարդ, թե ընկերության, թե աշխատանքի մեջ։ Խոյերը նաև շատ նվիրված են, երբ նրանք հավատում են մարդուն, գաղափարին կամ նպատակին, ամբողջությամբ են ներգրավվում։ Նրանց նվիրվածությունը կիսատ չէ, նրանք պատրաստ են պաշտպանել, պայքարել եւ կանգնել մինչեւ վերջ։ Այդ պատճառով խոյը կարող է լինել շատ ուժեղ ընկեր, գործընկեր կամ առաջնորդ։ Էներգիայով լի լինելը ևս խոյի կարևոր դրական հատկանիշներից է։ Նա հազվադեպ է երկար ժամանակ մնում պասիվ վիճակում։ Նույնիսկ հոգնածության պահին խոյը կարող է արագ վերականգնվել եւ նորից գործի անցնել։ Այս ակտիվությունը թույլ է տալիս նրան շատ բան հասցնել եւ մշտապես շարժման մեջ մնալ։ Խոյը նաև հավատում է սեփական ուժերին։ Նրա ինքնավստահությունը հաճախ օգնում է հաղթահարել այնպիսի իրավիճակներ, որոնք ուրիշների համար կթվային անհնար։ Նա չի վախենում պատասխանատվությունից, քանի որ վստահ է, որ կարող է գլուխ հանել դժվարություններից։ Ընդհանուր առմամբ, խոյի դրական հատկությունները նրան դարձնում են ուժեղ, գենսախինդ եւ ազդեցիկ անձնավորություն։ Նա շարժիչ ուժ է, որը առաջ է տանում ոչ միայն իրեն, այլև շրջապատողներին, կյանքի մեջ բերելով խիզախություն, արագություն եւ նոր սկզբի էներգիա։ Խոյ կենդանակերպի բացասական հատկությունները։ Չնայած խոյը ուժեղ, նախաձեռնող եւ խարիզմատիկ նշան է, նրա բնավորության մեջ կան նաեւ այնպիսի գծեր, որոնք կարող են բարդություններ ստեղծել թե իր, թե շրջապատի համար։ Այս բացասական հատկությունները սովորաբար ծագում են նրա չափազանց ակտիվ բնույթից, ներքին կրակից եւ մշտական առաջ շարժվելու պահանջից։ Խոյի ամենատարածված թուլություններից մեկը անհամբերությունն է։ Նա դժվարությամբ է ընդունում դանդաղ ընթացքը, սպասումը կամ երկարատև գործընթացները։ Եթե արդյունքը չի երևում արագ, խոյը կարող է կորցնել հետաքրքրությունը, նյարդայնանալ կամ նույնիսկ թողնել սկսած գործը կիսատ։ Այս անհամբերությունը երբեմն խանգարում է նրան տեսնել ամբողջ պատկերը եւ հանգեցնում է սխալ քայլերի։ Մեկ այլ խնդիր է իմպուլսիվությունը։ Խոյը հաճախ գործում է հույզերի ազդեցության տակ, առանց երկար մտածելու հետևանքների մասին։ Նա կարող է արագ որոշումներ կայացնել, խոսել առանց ֆիլտրի կամ արձագանքել կտրուկ։ Հետագայում սա կարող է բերել ափսոսանքի, կոնֆլիկտների կամ հարաբերությունների սրման, հատկապես այն մարդկանց հետ, ովքեր ավելի զգայուն կամ զգուշավոր են։ Խոյը հակված է նաև դոմինանտ վարքի։ Իր առաջնորդական բնույթը երբեմն վերածվում է ցանկության, ամեն ինչ վերահսկելու կամ սեփական կարծիքը պարտադրելու։ Նա դժվարությամբ է ընդունում, որ ուրիշներն էլ կարող են ճիշտ լինել, եւ հաճախ չի սիրում ենթարկվել կամ հաշվի առնել այլ տեսակետներ։ Սա կարող է խնդիրներ ստեղծել թիմային աշխատանքում կամ զուգընկերային հարաբերություններում։ Զայրույթի արագ բռնկումները ևս խոյի թույլ կողմերից են։ Նա կարող է շատ արագ բարկանալ, հատկապես եթե իրեն խոչընդոտում են, քննադատում կամ սահմանափակում։ Թեպետ այդ զայրույթը հաճախ նույնքան արագ էլ անցնում է, պահի ազդեցության տակ նա կարող է ասել կամ անել բաներ, որոնք ցավ են պատճառում շրջապատին։ Խոյը երբեմն չափազանց մրցակցային է։ Նա սիրում է հաղթել եւ առաջինը լինել, բայց այս ձգտումը կարող է վերածվել անառողջ մրցակցության։ Երբ խոյը սկսում է ամեն ինչ դիտարկել որպես պայքար, նա կարող է մոռանալ համագործակցության, համբերության եւ փոխադարձ աջակցության կարեւորության մասին։ Նաև խոյերը հաճախ դժվարանում են ընդունել պարտություն կամ սխալ։ Իրենց ուժեղ ինքնավստահության պատճառով նրանք կարող են երկար ժամանակ չընդունել, որ սխալվել են, եւ պաշտպանել իրենց դիրքորոշումը նույնիսկ այն դեպքում, երբ ակնհայտ է հակառակը։ Սա կարող է դանդաղեցնել անձնական աճը եւ խանգարել դասեր քաղել փորձից։ Ընդհանուր առմամբ, խոյի բացասական հատկությունները հիմնականում նրա ուժեղ կողմերի ստվերային արտահայտություններ են։ Եթե նա սովորի կառավարել իր հույզերը, դանդաղել անհրաժեշտ պահին եւ ավելի հաճախ լսել շրջապատին, այդ թուլությունները կարող են վերածվել հասունության եւ ներքին հավասարակշռության։ Խոյը մեծ ներուժ ունի, պարզապես կարեւոր է, որ այդ կրակը չվառի ամեն ինչ իր ճանապարհով։ Խոյ տղամարդու բնութագրերը։ Խոյ տղամարդը ուժեղ կամքի, բարձր էներգիայի եւ հստակ ներկայության կրող է։
Նա սովորաբար աչքի է ընկնում ակտիվությամբ, նախաձեռնողականությամբ եւ առաջնորդելու բնական ձգտմամբ։ Նման տղամարդը հազվադեպ է սպասում, որ ուրիշները քայլ անեն։ Նա նախընտրում է լինել առաջինը, ով սկսում է, առաջարկում կամ որոշում կայացնում։ Նրա մեջ կա ներքին կրակ, որը մղում է մշտապես շարժման մեջ լինել եւ նոր նպատակներ նվաճել։ Խոյ տղամարդը ուղիղ է եւ անկեղծ։ Նա չի սիրում շրջանցիկ խոսքեր, երկիմաստություն կամ խաղեր։ Եթե ինչ-որ բան մտածում է, մեծ հավանականությամբ անմիջապես կասի, առանց երկար մտածելու ձևակերպման մասին։ Սա նրան դարձնում է վստահելի, բայց երբեմն նաև կտրուկ ու անզուսպ։ Նրա խոսքը հաճախ արտացոլում է իրական զգացմունքները, ոչ թե սոցիալական ընդունելի ձևերը։ Այս նշանի տղամարդը բնույթով մարտիկ է։ Նա սիրում է մարտահրավերներ, մրցակցություն եւ իրավիճակներ, որտեղ կարող է ապացուցել իր ուժն ու կարողությունները։ Խոյ տղամարդուն գրավում են ակտիվ զբաղմունքները, արագ որոշումներ պահանջող աշխատանքները եւ միջավայրերը, որտեղ կա լարվածություն ու շարժ։ Միօրինակ կյանքը նրա համար արագ է դառնում ձանձրալի։ Խոյ տղամարդը ինքնավստահ է եւ երբեմն նույնիսկ չափազանց վստահ իր ուժերի վրա։ Նա հավատում է, որ կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ եւ հազվադեպ է կասկածում սեփական հնարավորություններին։ Սակայն այդ ինքնավստահությունը երբեմն կարող է վերածվել համառության կամ կարծրատիպային մտածողության, երբ նա դժվարությամբ է ընդունում այլ կարծիքներ։ Հարաբերություններում խոյ տղամարդը դրսևորվում է որպես կրքոտ, նախաձեռնող եւ պաշտպանող զուգընկեր։ Նա սիրում է առաջնորդել, հոգ տանել եւ զգալ, որ կարևոր դեր ունի իր կողքին գտնվող մարդու կյանքում։ Միևնույն ժամանակ նա կարիք ունի ազատության եւ անձնական տարածքի։ Եթե զգա սահմանափակում կամ վերահսկողություն, կարող է արագ փակվել կամ հեռանալ։ Զգացմունքային առումով խոյ տղամարդը բուռն է, բայց ոչ միշտ խորքային։ Նրա հույզերը արագ են բռնկվում եւ նույնքան արագ կարող են հանդարտվել։ Նա կարող է բարկանալ, բայց երկար չի պահում վիրավորանքը։ Ներողամիտ է, եթե իրեն անկեղծ մոտենան, սակայն դժվար է տանում անարդարությունը եւ կեղծիքը։ Խոյ տղամարդը նաև հավատարմության զգացում ունի իր մարդկանց հանդեպ։ Երբ նա ընդունում է ինչ-որ մեկին իր շրջապատում, դառնում է պաշտպանող եւ նվիրված։ Նա կարող է լինել հուսալի ընկեր, գործընկեր կամ սիրեկան, պատրաստ կանգնելու կողքին դժվար պահերին։ Ամփոփելով, խոյ տղամարդը ուժեղ, ակտիվ եւ նպատակասլաց անձնավորություն է, ով կյանքի մեջ առաջ է գնում կրակոտ էներգիայով։ Եթե նա սովորի կառավարել իր իմպուլսիվությունը եւ ավելի զգայուն լինի շրջապատի կարիքների հանդեպ, նրա բնավորությունը կարող է դառնալ ոչ թե առաջնորդող, այլ նաեւ խորապես ներշնչող։ Խոյ կնոջ բնութագիրը։ Խոյ կինը ուժեղ անհատականություն է, որը դժվար է անտեսել։ Նրա ներկայությունը սովորաբար զգացվում է անմիջապես, ինքնավստահ քայլերով, հստակ խոսքով եւ ներքին էներգիայով, որը փոխանցվում է շրջապատին։ Նա այն կանանցից է, ովքեր չեն սպասում, որ կյանքը ինչ-որ բան տա իրենց, փոխարենը ինքն է գնում վերցնելու այն, ինչ ցանկանում է։ Խոյ կնոջ բնավորության հիմքում նախաձեռնողականությունն է։ Նա չի վախենում առաջինը խոսել, առաջինը առաջարկ անել կամ առաջինը որոշում կայացնել։ Անկախությունը նրա համար ոչ թե ցանկություն է, այլ կենսակերպ։ Նույնիսկ ամենամոտ հարաբերություններում նա կարիք ունի զգալու, որ ազատ է ընտրությունների մեջ եւ չի սահմանափակվում ուրիշի սպասումներով կամ պահանջներով։ Այս նշանի կինը ուղիղ եւ ազնիվ է։ Նա հազվադեպ է թաքցնում իր կարծիքը կամ զգացմունքները, նույնիսկ եթե դրանք կարող են անհարմար լինել դիմացինի համար։ Նրա խոսքը գալիս է սրտից, ոչ թե հաշվարկից։ Սա նրան դարձնում է անկեղծ եւ իրական, բայց երբեմն նաեւ կտրուկ կամ անհամբեր։ Խոյ կինը չի սիրում կեղծ ժպիտներ եւ դերասանական խաղեր։ Զգացմունքային առումով նա կրակոտ է եւ արագ արձագանքող։ Նրա հույզերը ինտենսիվ են, սակայն ոչ երկարատև։ Նա կարող է արագ բարկանալ, բայց նույնքան արագ էլ հանգստանալ, եթե իրավիճակը լուծում ստանա։ Խոյ կնոջ համար կարևոր է, որ խնդիրները քննարկվեն բաց ու անմիջական, ոչ թե կուտակվեն լռության մեջ։ Հարաբերություններում խոյ կինը դրսևորվում է որպես կրքյոտ, ակտիվ եւ ներգրաված զուգընկեր։ Նա սիրում է կենթանի կապ, շարժ, անակնկալներ եւ հուզական ինտենսիվություն։
Միևնույն ժամանակ նա չի հանդուրժում կախվածությունը կամ վերահսկողությունը։ Զուգընկերը պետք է լինի հավասար ուժի, ինքնուրույն եւ վստահ իր վրա։ Հակառակ դեպքում խոյկինը կարող է կորցնել հետաքրքրությունը։ Կարիերայում եւ հասարակական կյանքում նա հաճախ հանդես է գալիս որպես առաջնորդ կամ նախաձեռնող ուժ։ Խոյկինը լավ է զգում իրեն այնտեղ, որտեղ պետք է արագ մտածել, որոշումներ կայացնել եւ պատասխանատվություն վերցնել։ Նա չի վախենում ռիսկից եւ պատրաստ է փորձել նոր ուղիներ, եթե զգում է ներքին շարժարիթ։ Չնայած իր ուժեղ արտաքինին, խոյկինը ունի նաև զգայուն կողմ, որը բացում է միայն վստահելի մարդկանց առաջ։ Նա գնահատում է հավատարմությունը, հարգանքը եւ ազնվությունը։ Եթե իրեն ընդունում են այնպիսին, ինչպիսին կա, նա կարող է դառնալ շատ նվիրված եւ հոգատար մարդ։ Ընդհանուր առմամբ, խոյկինը կրակի նման է, ջերմ, պայծառ եւ երբեմն այրող։ Նրա հետ կյանքը հազվադեպ է լինում կանխատեսելի կամ միօրինակ։ Նա ներշնչում է շարժվել առաջ, լինել համարձակ եւ չվախենալ սեփական ուժը ցուցադրելուց։ Խոյ տղամարդը սիրահարված վիճակում։ Երբ խոյ տղամարդը սիրահարվում է, դա գրեթե անհնար է չնկատել։ Նրա զգացմունքները արտահայտվում են բաց, ուղիղ եւ առանց շրջանցումների։ Նա չի սիրում գաղտնի խաղեր, երկիմաստ ակնարկներ կամ երկար սպասում։ Եթե ինչ-որ մեկը գրավել է նրա ուշադրությունը, նա գործի կանցնի անմիջապես։ Սիրահարված խոյ տղամարդը նախընտրում է հստակություն եւ իր եւ դիմացինի զգացմունքների մեջ։ Այս նշանի տղամարդը սիրո մեջ դրսևորվում է նախաձեռնող կերպով։ Նա սիրում է լինել առաջինը, առաջին զանգողը, առաջինը առաջարկ անողը, առաջինը քայլանողը։ Նրա համար կարևոր է զգալ, որ ինքը նվաճում է, պայքարում եւ հաղթում։ Սերը նրա համար նման է մարտահրավերի, որտեղ նա ցանկանում է ցույց տալ իր ուժը, խիզախությունը եւ վճռականությունը։ Խոյ տղամարդը հարաբերություններում կրքոտ է եւ ֆիզիկապես ակտիվ։ Նրա սերը ոչ միայն խոսքերով է, այլև գործողություններով։ Նա սիրում է անակնկալներ անել, շարժուն ժամադրություններ կազմակերպել, միասին փորձել նոր բաներ։ Միանմանությունը եւ ձգձգված լճացումը կարող են արագ մարել նրա հետաքրքրությունը, քանի որ նա մշտապես կարիք ունի հուզմունքի եւ դինամիկայի։ Զգացմունքային առումով սիրահարված խոյ տղամարդը ազնիվ է, բայց երբեմն նաեւ անհամբեր։ Նա չի սիրում սпасել կամ կրահել, թե ինչ է մտածում դիմացինը։ Եթե հարաբերություններում առաջանում է լարվածություն, նա նախընտրում է խոսել դրա մասին անմիջապես, երբեմն նույնիսկ չափազանց կտրուկ ձևով։ Նրա համար ավելի լավ է բախումը, քան լռությունը։ Միևնույն ժամանակ, այս տղամարդը շատ հավատարիմ է, երբ իսկապես կապված է։ Եթե նա ընտրել է մեկին եւ զգում է, որ իրեն ընդունում են առանց սահմանափակելու, նա պատրաստ է պաշտպանել, աջակցել եւ կանգնել կողքին ցանկացած իրավիճակում։ Խոյ տղամարդը չի հանդուրժում դավաճանություն կամ խաղեր իր զգացմունքների հետ։ Վստահությունը նրա համար հիմնարար արժեք է։ Սիրո մեջ խոյ տղամարդը նաև անկախության կարիք ունի։ Նույնիսկ խոր կապի դեպքում նա ցանկանում է ունենալ սեփական տարածք, հետաքրքրություններ եւ ազատություն գործելու։ Եթե զուգընկերը չափազանց վերահսկող կամ կախված է դառնում, խոյ տղամարդը կարող է զգալ ճնշում եւ հեռանալ էմոցիոնալ առումով։ Լավագույն դեպքում սիրահարված խոյ տղամարդը դառնում է խիզախ, օգեշնչող եւ պաշտպանող զուգընկեր։ Նա սիրում է զգալ, որ իր կողքին գտնվող մարդը հիանում է իր ուժով, բայց միաժամանակ ունի սեփական անհատականություն։ Նրա սերը կրակ է, արագ բորբոքվող, ուժեղ եւ կենթանի, որը ճիշտ վերաբերմունքի դեպքում կարող է երկար ժամանակ պահպանել իր ջերմությունն ու պայծառությունը։ Խոյ կինը սիրո մեջ։ Երբ խոյ կինը սիրահարվում է, նրա զգացմունքները թաքցնելը գրեթե անհնար է։ Նա ապրում է սերը ամբողջ ուժով, անկեղծ, ուղիղ եւ առանց դերերի։ Նրա համար հարաբերությունները պետք է լինեն կենթանի, շարժման մեջ եւ հուզականորեն լիցքավորված։ Խոյ կինը չի սիրում կասկածներ, անորոշություն կամ սառը պահվածք։ Եթե նա հետաքրքրված է, դա կզգացվի ամեն քայլում։ Սիրահարված վիճակում այս կինը դառնում է նախաձեռնող եւ համարձակ։ Նա չի սպասում, որ միայն տղամարդը անի առաջին քայլը։ Եթե ցանկանում է, կարող է ինքն առաջինը խոսել, առաջարկել հանդիպում կամ բացահայտել իր վերաբերմունքը։ Նրա համար սերը խաղ չէ, այլ փորձառություն, որտեղ պետք է զգացմունքների իրականություն լինի, ոչ թե ձևականություն։ Խոյ կնոջ սերը կրքոտ է եւ ինտենսիվ։ Նա հարաբերություններում ամբողջությամբ ներգրավվում է, հոգեպես, զգացմունքորեն եւ ֆիզիկապես։ Նա սիրում է ուժեղ զգացումներ, անակնկալներ, արագ զարգացող իրադարձություններ եւ կրքոտ շփում։ Միանմանությունը կամ չափազանց կանխատեսելի վարքագիծը կարող են նրան արագ ձանձրացնել, քանի որ նա մշտապես փնտրում է ներշնչում եւ նոր կայծեր։
Զգացմունքային առումով Խոյկինը շատ բաց է, բայց նաև պահանջկոտ։ Նա սպասում է նույնքան ազնվություն, որքան ինքն է տալիս։ Կեղծիքները, կիսատ ճշմարտությունները կամ մանիպուլյացիաները կարող են անմիջապես կոտրել նրա վստահությունը։ Եթե ինչ-որ բան իրեն ցավ է պատճառում, նա կասի դրա մասին ուղիղ, առանց շրջանցումների, նույնիսկ եթե դա երբեմն հնչի կոշտ։ Միևնույն ժամանակ սիրահարված Խոյկինը խիստ գնահատում է իր անկախությունը։ Նա ցանկանում է լինել հարաբերության մեջ, բայց ոչ երբեք դրա գերին։ Նրա համար կարևոր է ունենալ սեփական որոշումներ ընդունելու ազատություն, անձնական տարածք եւ ինքնուրույնություն։ Եթե զուգընկերը փորձում է սահմանափակել կամ վերահսկել նրան, նա կարող է արագ փակվել կամ հեռանալ։ Խոյկինը նաև շատ պաշտպանող է, երբ սիրում է։ Նա պատրաստ է կանգնել իր զուգընկերոջ կողքին դժվար պահերին, պայքարել նրա համար եւ պաշտպանել արտաքին ազդեցություններից։ Նրա հավատարմությունը խորն է, բայց այն պահելու համար անհրաժեշտ է հարգել նրա ուժը, բնավորությունը եւ ինքնությունը։ Լավ հարաբերությունների մեջ Խոյկինը դառնում է ոգեշնչող, ուժեղ եւ կրակոտ զուգընկեր։ Նա սիրում է, երբ իրեն ընդունում են այնպիսին, ինչպիսին կա, իր էներգիայով, հույզերով եւ երբեմն պայթունավտանգ բնավորությամբ։ Նրա սերը նման է կրակի, տաք, պայծառ եւ շարժիչ ուժ, որը կարող է կյանք բերել հարաբերություններին, եթե զուգընկերը պատրաստ է քայլել նույն արագությամբ։ Սիրային համատեղելիություն Խոյերի հետ։ Խոյերի հետ հարաբերություններ սկսելը հազվադեպ է լինում հանդարտ եւ կանխատեսելի։ Նրանք սերը անցալում են որպես շարժում, պայքար եւ կրքոտ փորձառություն, ոչ թե հանգիստ ընթացք։ Եթե դուք ընտրում եք Խոյին որպես զուգընկեր, պետք է պատրաստ լինեք ակտիվ կյանքի, արագ զարգացող զգացմունքների եւ ուժեղ էներգիայի։ Խոյը կրակի տարժի ներկայացուցիչ է եւ հենց դա է ձևավորում նրա սիրային վարքագիծը։ Նա սիրում է նախաձեռնությունը, մրցակցային մթնոլորտը եւ հստակություն հարաբերություններում։ Անորոշությունը, երկար լռությունները կամ խաղերը կարող են նրան արագ հեռացնել։ Խոյը ցանկանում է իմանալ ում հետ է, ինչ է զգում մյուսը եւ ինչ ուղղությամբ է շարժվում կապը։ Լավագույն համատեղելիությունը։ Խոյը լավագույնս ներդաշնակվում է այն նշանների հետ, որոնք կարողանում են պահել նրա տեմպը եւ չեն վախենում ուժեղ անհատականությունից։ Առյուծ։ Այս միությունը հաճախ դառնում է պայթյունավտանգ, բայց շատ կենդանի։ Երկուսն էլ սիրում են ուշադրություն, հպարտ են եւ կրքոտ։ Եթե կարողանան չմրցել միմյանց հետ, հարաբերությունները կարող են դառնալ շատ ուժեղ։ Աղեղնավոր։ Ազատասեր, արկածախնդիր եւ լայն մտածող նշան, որը լավ է հասկանում Խոյի անկախության պահանջը։ Նրանց կապը հիմնված է շարժման, ճանապարհորդությունների եւ համատեղ նպատակների վրա։ Լավ, բայց ոչ միշտ հեշտ համադրություններ։ Երկվորյակներ։ Շփվող եւ մտավոր ակտիվ երկվորյակը կարող է հետաքրքրել Խոյին, սակայն զգացմունքային խորության հարցում երբեմն խնդիրներ են առաջանում։ Կշերք։ Հակադրությունների միություն է։ Կշերքի դիվանագիտությունը կարող է մեղմել Խոյի կտրուկ բնավորությունը, բայց եթե հավասարակշռությունը խախտվի, լարվածությունը կաճի։ Ջրհոս։ Նորարար մտածողությունը եւ ազատության սերը կարող են կապել այս երկուսին, սակայն հուզական տարբերությունները երբեմն դժվարացնում են մտերմությունը։ Դժվար համատեղելիություն։ Խեցգետին։ Չափազանց զգայուն եւ պաշտպանված բնույթը հաճախ բախվում է Խոյի ուղիղ եւ երբեմն կոշտ պահվածքի հետ։ Երկուսն էլ կարող են զգալ, որ իրենք չեն հասկանում։ Այծեղջուր։ Չափազանց տարբեր տեմպեր եւ առաջնահերթություններ։ Խոյը ցանկանում է արագ արդյունք, այծեղջուրը երկարատև կառուցում։ Կույս։ Մանրակրկիտ եւ վերլուծական կույսը կարող է նյարդայնացնել իմպուլսիվ Խոյին։ Ցուլ։ Համառություն երկու կողմերում էլ։ Եթե մեկը զիջել չի կարողանում, հարաբերությունները դառնում են պայքարի դաշտ։ Խոյ պլյուս Խոյ հարաբերություն։ Երկու Խոյերի միությունը լի է կրքոտ, ուժով եւ մշտական շարժմամբ, բայց նաեւ մրցակցությամբ։ Նրանք լավ են հասկանում միմյանց, սակայն եթե չեն սովորում զիջել եւ լսել, հարաբերությունները կարող են արագ այրվել, ինչպես կրակը առանց վերահսկողության։ Ինչ է պետք Խոյին սիրո մեջ։ Խոյը հարաբերություններում փնտրում է ազնվություն եւ ուղիղ խոսք, ակտիվ եւ ինքնուրույն զուգընկեր, հուզմունք, ոչ թե առօրյա, ազատություն առանց խեղճող վերահսկողության։ Եթե զուգընկերը կարողանում է ընդունել Խոյին իր ամբողջ ուժով, չվախենալ նրա կրքոտ բնավորության եւ քայլել նրա կողքին նույն էներգիայով, ապա Խոյը դառնում է հավատարիմ, պաշտպանող եւ ամբողջական սիրող մարդ։ Խոյերի հետ ժամադրուցը մարտահրավեր է, բայց նաև մեծ պարգև նրանց համար, ովքեր սիրում են կյանքը լիարժեք, արագ եւ կրքոտ ապրել։
Սերը խոյ տղամարդու հետ։ Խոյ տղամարդը հարաբերություններում իր սկզբունքներն ու էներգիան է բերում։ Նա ուղիղ, անկեղծ եւ որոշումներ կայացնող մարդ է, ով չի սիրում անորոշություն կամ խաղեր դժվար ձեռք բերելու ստիլում։ Երբ նա հավանում է մեկին, անմիջապես ցույց է տալիս իր հետաքրքրվածությունը եւ հաճախ առաջին քայլն է անում, սկսելով ժամադրություն։ Ինչ սпасել ժամադրության ընթացքում։ Ակտիվություն։ Խոյ տղամարդը սիրում է ֆիզիկական ակտիվություն եւ նոր փորձառություններ։ Սովորական սուրճի հանդիպումը կարող է նրան ձանձրացնել, ուստի ավելի հետաքրքիր են զբոսանքները, սպորտային կամ արկածային գործունեությունը։ Ազնվություն եւ ուղիղություն։ Խոյը գնահատում է, երբ զուգընկերը բաց է ու անկեղծ։ Նա չպետք է զգա շեղումներ կամ ստեր, հակառակ դեպքում արագ կկորցնի հետաքրքրությունը։ Էմոցիոնալ ինտենսիվություն։ Նրա բնավորության մեջ կա ուժեղ կրքոտություն։ Ժամադրությունը կարող է լինել եռանդուն, հետաքրքիր եւ երբեմն մրցակցային։ Ինչ է պետք անել, որպեսզի հարաբերությունները հաջող լինեն։ Հետևեք նրա էներգիայի տեմպին։ Խոյ տղամարդը արագ է գործում եւ սիրում է, երբ ամեն ինչ շարժվում է նույն արագությամբ։ Թողեք որոշ անկախություն։ Չեն սիրում կպչուն կամ չափից դուրս կախված զուգընկերներ։ Մանրամասների մեջ չխորանալ։ Խոյ տղամարդը նախընտրում է գործել, ոչ թե երկար մտածել։ Փոքր անակնկալներ։ Նա սիրում է անսպասելի ու հետաքրքիր պահեր, որոնք կզարմացնեն եւ կգրավեն նրա ուշադրությունը։ Խոյ տղամարդու որպես ժամադրության գործընկեր։ Նա անկեղծ է եւ չի խաղում զգացմունքների հետ։ Հեշտ է հասկանում, թե ով է իր կողքին եւ ինչ է ուզում հարաբերություններից։ Փնտրում է զուգընկեր, ով պատրաստ է անընդհատ շարժման, արկածների եւ հետաքրքիր փորձառությունների։ Երբ ներս է թողնում մարդուն իր կյանք, դառնում է հիանալի ընկեր, պաշտպան եւ հավատարիմ զուգընկեր։ Խոյ տղամարդու հետ ժամադրությունը պահանջում է ակտիվություն, էներգիա եւ անկեղծություն, բայց փոխարինը այն միշտ հետաքրքիր, անկանխատեսելի եւ կենթանի կլինի։ Սերը խոյ կնոջ հետ։ Խոյ կինն անհատականություն է, որը սիրում է կյանքը, ազատությունը եւ մարտահրավերները։ Նա կրքոտ, էներգիայով լցված եւ ուղիղ է։ Ուստի ժամադրությունը նրա հետ կարող է լինել եռանդուն, հետաքրքիր եւ երթեմն անակնկալներով լի։ Ինչ սпасել ժամադրության ընթացքում։ Ակտիվ եւ անկախ։ Խոյ կինը սիրում է շարժվել եւ փորձել նոր բաներ։ Ժամադրությունը սովորական սուրճ կամ ընթրիք միայն իր համար հազվադեպ է բավարարում։ Նա նախընտրում է արկածներ, սպորտային կամ մշակութային հետաքրքրություններ, որոնք սնում են նրա էներգիան։ Կենտրոնացած է նպատակների վրա։ Նա գիտի ինչ է ուզում կյանքից եւ հարաբերություններից։ Սիրահարված ժամանակ նա անկեղծ է ու բաց, բայց չի սիրում, երբ փորձում են սահմանափակել իր ազատությունը։ Ուղղություն եւ նախաձեռնություն։ Խոյ կինը սիրում է, երբ մարդը իր տրամադրության եւ գործողությունների հետ համընկնում է, բայց նա ինքն էլ կարող է նախաձեռնող լինել, առաջին քայլը կատարելով, եթե իրեն դուր է գալիս մեկը։ Ինչ է պետք անել, որպեսզի հարաբերությունները հաջող լինեն։ Ազնվություն եւ պարզություն։ Խոյ կինը գնահատում է անկեղծ զուգընկերոջը։ Ստերը կամ թաքնված մղումները արագ կհեռացնեն նրան։ Էմոցիոնալ աշխուժություն։ Սովորական եւ ռութին ժամադրությունները կարող են նրան ձանձրացնել։ Նա գնահատում է ստեղծագործ մոտեցումներ, անսպասելի արկածներ եւ ստիմուլյացիա։ Հարգեք իր անկախությունը։ Նա չի ուզում կպչուն զուգընկեր, ով փորձում է վերահսկել իր գործողությունները կամ որոշումները։ Մանրանկյուն ուշադրություն։ Փոքր անակնկալներ, անկանխատեսելի պահեր կամ հետաքրքիր քննարկումներ կպահեն նրա հետաքրքրությունը։ Խոյ կնոջ հետ ժամադրությունը պահանջում է ակտիվություն, հետաքրքրություն, անկեղծություն եւ ազատության հարգում, սակայն փոխարենը այն միշտ կենթանի, էներգիայով լի եւ հիշվող կլինի։ Խոյ կենթանակերպի սեռական համատեղելիություն։ Խոյը կրակի նշան է, եւ նրա մոտ սեռական էներգիան ինտենսիվ, անմիջապես նկատելի եւ անմիջապես գործող է։ Սեքսը նրա համար ոչ միայն ֆիզիկական մտերմություն է, այլ նաեւ արտահայտություն նրա ինքնության, կրքի եւ անձնական ազատության։ Ընդհանուր բնութագիր։ Կրքոտ եւ էներգիայով լցված։ Խոյը մտնում է հարաբերությունների մեջ ամբողջությամբ, ինչն արտահայտվում է նաև սեռական կյանքում։ Նա արագ է ու անմիջապես ցույց տալիս իր ցանկությունները։
անկեղծություն եւ բաց հաղորդակցություն։ Խոյը պարզունակ է, եթե ինչ-որ բան նրան դուր է գալիս կամ անհանգստացնում է, նա անմիջապես կարտահայտի։ Նորարարական եւ արկածախնդիր։ Նա սիրում է փորձել նոր բաներ, ինչն ապրումներին եւ սեռական հարաբերություններին ավելացնում է հետաքրքրություն եւ թարմություն։ Խոյ տղամարդու եւ կնոջ առանձնահատկությունները։ Խոյ տղամարդ անհամբեր է, ցանկանում է արագ հասնել գագաթնակետին եւ գնահատում է ֆիզիկական ինքնավստահությունը։ Նա սիրում է ակտիվ եւ նախաձեռնող զուգընկեր, ով պատրաստ է կիսել իր էներգիան ու ակտիվությունը։ Հավատարիմ է այն դեպքում, երբ հարաբերություններն իսկապես հետաքրքիր ու առաջադիմող են։ Խոյ կին տաքարյուն, անկեղծ ու ակտիվ լիբիդո ունի։ Նա հավատարիմ է այն դեպքում, եթե զուգընկերը հարգում է իր անկախությունը եւ թույլ է տալիս առաջնորդել հարաբերություններում որոշակի պահեր։ Նա գնահատում է խաղի, անակնկալների եւ արկածների տարրերը սեռական կյանքում։ Ամենակարևոր սկզբունքները։ Սխեմաների կամ ձանձրալի ռութինի բացակայություն։ Խոյը շատ արագ կորցնում է հետաքրքրություն սովորականության մեջ։ Էմոցիոնալ եւ ֆիզիկական էներգիաների համադրություն։ Նա ցանկանում է ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեվոր եւ մտավոր կապ, սեռական փորձը ամբողջական դարձնելու համար։ Անկախություն եւ ազատություն։ Խոյը չի հանդուրժում վերահսկողություն կամ չափազանց կպչուն գործընկեր։ Զուգընկերոջ մասնակցություն եւ նախաձեռնություն։ Խոյը ցանկանում է, որ զուգընկերը ոչ միայն արձագանքի, այլև ինիցիատիվ ցուցաբերի սեռական կյանքում։ Խոյ նշանի սեռական համատեղելիությունը հատկապես լավ է մյուս կրակի նշանների հետ, ինչպիսիք են առյուծը եւ աղեղնավորը, քանի որ նրանք կարող են կիսել էներգիան եւ կրքին։ Օդային նշանները, ինչպես երկվորկի, կշեռք եւ ջրհոս, կարող են տրամադրել մտավոր ստիմուլյացիա, բայց կարիք կա ֆիզիկական համադրության վրա աշխատելու։ Խոյն ուզում է, որ սեքսը լինի խաղ, մարտահրավեր եւ էներգիայի արտահայտություն, ուստի նրա համար ամենակարևոր բանն այն է, որ զուգընկերը պատրաստ լինի էներգիկ եւ անկեղծ փորձի։ Խոյ տղամարդ սեռականություն։ Խոյ տղամարդը ֆիզիկական մոտիվացիայի եւ ինտենսիվության կուրտ մարդ է, ում սեռական էներգիան բնական ու անմիջական է։ Նրա մոտ սեռական հարաբերությունը ոչ միայն զգայական պահանջ է, այլ նաև ինքնազբաղմունքի, ազատության եւ առաջնորդության արտահայտություն։ Հիմնական բնութագրերը։ Էներգիայով լի ու արագ։ Խոյ տղամարդը հազվադեպ է սպասում կամ ձգձգում նախախաղը։ Նրա մոտ կարևոր է անմիջական ակտիվությունն ու արդյունքը։ Անկեղծ ու բաց։ Նա պատրաստ է բաց խոսել իր ցանկությունների մասին եւ ակնկալում է նույնը զուգընկերից։ Անկախ ու նախաձեռնող։ Սեքսը նրա համար նաև միջոց է վերահսկողության զգացում ստանալու եւ իր ցանկությունների համաձայն իրավիճակ կառուցելու համար։ Խոյ տղամարդու սեռական նախասիրություններ։ Էմոցիոնալ ու ֆիզիկական ինտենսիվություն։ Նա ուզում է զգալ ուժեղ, անմիջական կապ իր զուգընկերոջ հետ, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Նոր փորձերի կարիք։ Խոյ տղամարդը ձանձրանում է սովորականությունից, ուստի միշտ ցանկանում է փորձել նոր դիրքեր, խաղեր կամ անակնկալներ։ Ակտիվ զուգընկեր։ Նա գնահատում է այն, ով պատրաստ է համատեղել էներգիան ու նախաձեռնողական լինել սեռական կյանքում։ Ազատության պահպանություն։ Խոյ տղամարդը չի հանդուրժում չափազանց կպչուն կամ վերահսկող զուգընկեր։ Նրան անհրաժեշտ է որոշ անձնական տարածք եւ ազատություն։ Հավատարմության եւ սեռական էներգիայի համադրություն։ Խոյ տղամարդը կարող է լինել շատ կրքոտ եւ նվիրված, եթե հարաբերությունները բավարարում են իր ակտիվության, արկածախնդրության եւ ազատության կարիքները։ Նա լավ է աշխատում զուգընկերների հետ, ովքեր գնահատում են անմիջականությունը, հետաքրքրությունն ու էներգիայի ինտենսիվ փոխանակումը։ Կարճ ասած, խոյ տղամարդու սեռական կյանքը ուժեղ, անմիջական, փոփոխական եւ անընդհատ մարտահրավերներով է լցված, ինչպես բնութագրում է իր անձնական էներգիան։ Խոյ կին սեքսուալություն։ Խոյ կինը սեռական հարաբերություններում արտահայտում է իր եռանդը, էներգիան եւ անկախությունը։ Նրա մոտ սեքսը ոչ միայն ֆիզիկական հաճույք է, այլ նաև ինքնարտահայտման, ազատության եւ խթանման միջոց։ Նա սիրում է զգալ, որ նախաձեռնող եւ ակտիվ է իր սիրային կյանքում։ Հիմնական առանձնահատկությունները։ Էներգիայով լի ու կրքոտ։ Խոյ կինը հակված է անմիջականությամբ ու ինտենսիվությամբ ապրելու սեռական հարաբերությունները։ Անկախ ու նախաձեռնող։ Նա չի մնացեք պասիվ, սիրում է ինքնակերտել իր սեքսուալ փորձառությունը ու որոշել խաղի կանոնները։
Զգայուն եւ կրեատիվ։ Անհանգիստ է սովորականությունից եւ միշտ ձգտում է նոր փորձեր, նոր զգացմունքներ ու անակնկալներ։ Նախասիրություններ եւ ցանկություններ։ Ֆիզիկական ակտիվություն։ Խոյկինը գնահատում է շարժուն, ակտիվ եւ մասնակցող զուգընկերոջ հետ սեռական կյանքը։ Նորարարություն եւ արկածներ։ Նրա հետաքրքրությունը միշտ պետք է խթանվի նոր դիրքերով, խաղերով կամ անակնկալներով։ Էմոցիոնալ ինտենսիվություն։ Սեքսը նրա համար միայն ֆիզիկական չէ, այն նաև ուղեկցվում է զգացմունքային էներգիայով եւ մոտության ձգտմամբ։ Ազատություն եւ ինքնություն։ Նա չի հանդուրժում վերահսկող կամ չափազանց կպչուն զուգընկեր։ Կարևոր է իր տարածությունը պահելը եւ սեռական կյանքում անկախությունը։ Հավատարմության եւ ինտենսիվության համադրություն։ Խոյկինը, եթե վստահ է զուգընկերոջ հավատարմության վրա եւ զգում է բավարար ազատություն, կարող է լինել կրքոտ, նվիրված ու ամենասիրված զուգընկերներից մեկը։ Նրա սեքսուալությունը, ինչպես բնավորությունը, համադրելի է էներգիայի, անկեղծության եւ ստեղծարարության հետ, ինչը հարաբերություններին մշտական թարմություն ու արկածային երանգ է հաղորդում։ Կարճ ասած, խոյ կնաչ սեքսուալ կյանքը ինտենսիվ, ակտիվ, անկախ եւ անընդհատ նորարարությամբ լի է, արտացոլելով նրա հզոր, կրակոտ եւ ազատատենչ բնավորությունը։ Խոյ կենդանակերպը որպես ծնող եւ ծնողական համատեղելիություն։ Խոյ նշանի մարդիկ ծնողական դերում առանձնանում են իրենց եռանդով, նախաձեռնողականությամբ եւ բարձր ակնկալիքներով։ Նրանք կարող են լինել ինչպես չափազանց ոգևորող եւ աջակցող, այնպես էլ պահանջկոտ ու որոշ դեպքերում խիստ։ Հիմնական բնութագրերը ծնողական դերում ակտիվ եւ մասնակցող։ Խոյ ծնողը սիրում է իր երեխաների հետ զվարճանալ, նրանց ուղղորդել խաղերի, սպորտի կամ նոր փորձառությունների միջոցով։ Նա ավելի շատ մարզիչի դերում է, քան միայն դիտորդ։ Մրցունակություն եւ կարգապահություն։ Նա երեխաներին սովորեցնում է համառ լինել, ձգտել նպատակներին եւ չվախենալ մարտահրավերներից։ Խոյ ծնողները հաճախ խրախուսում են սեփական նախաձեռնությունն ու պատասխանատվությունը։ Ուրախ եւ էներգիայով լեցուն։ Երեխաներն իրենց ծնողի հետ հազվադեպ են ձանձրանալու, քանի որ խոյ ծնողը միշտ նոր բան է առաջարկում, իր շրջապատը կենթանացնում է էներգիայով եւ հետաքրքրությամբ։ Կարևոր մարտահրավերներ։ Կարճասահում ու համբերատարության պակաս։ Խոյ ծնողը կարող է անհամբեր լինել, հատկապես երբ երեխան չի հետևում կանոններին կամ չի հասնում ակնկալվող արդյունքներին։ Ամբարտավանություն եւ իշխանություն։ Երբեմն նա գերագնահատում է սեփական կարծիքը եւ փորձում է վերահսկել երեխայի ամեն քայլը, ինչը կարող է երեխաներին ճնշել։ Անկազմակերպվածություն կամ միանշանակականություն։ Երբեմն նախատեսված ծրագրերն ու կանոնները հեշտությամբ փոխվում են, ինչը կարող է իր երեխաների համար առաջացնել հստակության պակաս։ Ծնողական մոտեցման տեսակներ։ Խոյ հայր սիրում է ակտիվ խաղեր, սպորտ եւ դրսի արկածներ։ Նա ցանկանում է իր երեխաներին դաստիարակել առողջ, համարձակ եւ ինքնավստահ։ Արտահայտվում է ավելի շատ որպես խաղի առաջնորդ, քան խիստ ուսուցիչ։ Խոյ մայր հավասարակշռում է պահանջկոտությունը եւ հոգատարությունը։ Խոյ մայրերը հաճախ ոգևորում են իրենց երեխաներին լինել մրցունակ, ինքնուրույն եւ պատասխանատու, սակայն ցույց են տալիս նաեւ ուշադրություն եւ խնամք։ Ծնողական համատեղելիություն։ Խոյ ծնողը լավ հասկանում է երեխաներին, ովքեր ակտիվ, նախաձեռնող ու ստեղծարար են։ Ավելի հանգիստ կամ զգայուն բնավորությամբ երեխաների հետ խոյ ծնողի համար կարող են առաջանալ դժվարություններ, քանի որ նա սպասում է իրենց էներգիային ու նախաձեռնությանը։ Նրանց համար առավել բարեհաջող զույգերը սովորաբար կրակ կամ օդային նշանների երեխաներն են, ովքեր կարող են համատեղվել էներգիայով եւ անկախության մակարդակով։ Եզգիկ։ Խոյ ծնողները եռանդ են, էներգիայով լեցուն, անկախ եւ հավատարիմ են իրենց երեխաներին։ Նրանք հաճախ դառնում են երեխաների համար օրինակ, համառության, նախաձեռնողականության եւ ակտիվ կյանքի դասեր տվող, բայց պետք է զգուշանան, որ իրենց պահանջկոտ կողմը չդառնա ճնշող։ Խոյ կենդանակերպը որպես հայր։ Խոյ հայրը հայտնի է իր էներգիայով, նախաձեռնողականությամբ եւ ակտիվ մասնակցությամբ երեխաների կյանքում։ Նա դաստիարակում է այնպես, որ երեխաները սովորեն լինել ինքնավստահ, համառ եւ ակտիվ։ Հիմնական բնութագրերը՝ զվարճանք եւ արկածներ։ Խոյ հայրը սիրում է երեխաների հետ զբաղվել բացօթյա գործողություններով, սպորտով, մագլցմամբ կամ պարզապես ակտիվ խաղերով, նույնիսկ անձրևոտ օրերին։ Երեխաներն հաճախ զգում են, որ յուրաքանչյուր օրը կարող են նոր արկած լինել նրա հետ։ Մրցակցային ոգի։ Նա ցանկանում է, որ իր երեխաները սովորեն պայքարել,
նպատակներ դնել եւ հասնել դրանց։ Խոյ հայրը խրախուսում է մրցակցությունը, ինչը սովորեցնում է երեխաներին համառություն եւ ուժեղ կամք։ Անկախություն եւ ինքնավստահություն։ Նա փորձում է իր երեխաներին սովորեցնել ինքնուրույնություն եւ պատասխանատվություն, օգնելով նրանց զարգացնել սեփական կարծիք եւ որոշումներ կայացնելու կարողություն։ Դժվարություններ, տաքարյունություն եւ կարճասահություն։ Խոյ հայրը կարող է արագ զայրանալ կամ անհամբեր լինել, հատկապես երբ երեխաները չեն կատարում նրա ակնկալիքները։ Ամբարտավանություն եւ վերահսկողություն։ Նա հաճախ համոզված է, որ իր մոտեցումն ամենահամապատասխանն է, ինչը կարող է երեխաների վրա ճնշող ազդեցություն ունենալ։ Կենտրոնացվածություն սեփական նպատակների վրա։ Խոյ հայրը երբեմն չափազանց զբաղված է իր անձնական հետաքրքրություններով եւ նպատակներով, ինչը կարող է խանգարել երեխայի զգացմունքների եւ հետաքրքրությունների հետ տրամադրվելուն։ Եզրակացություն։ Խոյ հայրերը կենսուրախ, էներգիայով լի եւ աջակցող են, սովորեցնում են երեխաներին լինել ակտիվ, համառ եւ ինքնավստահ, սակայն նրանց տաք բնավորությունը եւ պահանջկոտությունը երբեմն կարող է ճնշող լինել, ուստի կարեւոր է գտնել հավասարակշռությունը։ Խոյ կենդանակերպը որպես մայր։ Խոյ մայրերը հայտնի են իրենց եռանդով, ինքնավստահությամբ եւ ճակատագրին ընթառաջ գնալու պատրաստակամությամբ։ Նրանք երեխաներին դաստիարակում են ակտիվ, ինքնուրույն եւ նախաձեռնող դարձնելու համար։ Հիմնական բնութագրերը։ Էներգիայով լի եւ ակտիվ։ Խոյ մայրը չի սիրում հանգիստ նստել։ Նա երեխաների հետ սպաղվում է, կերտում է խաղեր, խրախուսում է շարժականություն եւ ֆիզիկական ակտիվություն։ Նախաձեռնող եւ վճռական։ Նա սովորեցնում է երեխաներին որոշումներ կայացնել, պայքարել իրենց նպատակների համար եւ չվախենալ փորձությունների դիմաց։ Մրցակցային ոգի եւ համառություն։ Խոյ մայրը փորձում է իր երեխաներին խրախուսել առաջադիմության եւ ինքնուրույնության ճանապարհին։ Նա սիրում է, որ երեխաները ձեռք բերեն հաջողություններ եւ հպարտանան սեփական նվաճումներով։ Դժվարություններ։ Անհամբերություն եւ արագ արձագանք։ Խոյ մայրը կարող է արագ կորցնել համբերությունը, եթե երեխաները չեն հետևում իր կանոններին կամ չեն կատարում ակնկալիքները։ Ամբարտավանություն եւ վերահսկողություն։ Նա հաճախ համոզված է, որ իր մոտեցումն ամենալավն է, ինչը կարող է խանգարել երեխայի ինքնուրույն մտածելուն։ Շեշտը դնել սեփական ծրագրերի վրա։ Երբեմն խոյ մայրերը չափազանց կենտրոնացած են իրենց աշխատանքային կամ անձնական նպատակների վրա, ինչը կարող է նվազեցնել երեխայի զգացմունքային կարիքների նկատառումը։ Մայրը դեռահասի կյանքում։ Ակտիվ մասնակցություն։ Նա հետևում է երեխաների գործունեությանը, խրախուսում է սպորտ, արվեստ, գիտական փորձեր կամ նոր հոբբիներ։ Անկախություն եւ որոշումներ կայացնելը սովորեցնելը։ Խոյ մայրը փորձում է դեռահասներին սովորեցնել ինքնուրույն որոշումներ կայացնել, սեփական պատասխանատվությունը կրելու արվեստը։ Էմոցիոնալ աջակցություն։ Չնայած իր էներգիային եւ պահանջկոտությանը, նա կարող է ցուցաբերել ջերմություն, աջակցություն եւ խրախուսանք, եթե նկատի ունենա երեխայի հույզերը։ Եզրակացություն։ Խոյ մայրերը ուժեղ, ինքնավստահ եւ էներգիայով լի են, եւ երեխաներին սովորեցնում են լինել ակտիվ, համարձակ ու նախաձեռնող։ Սակայն նրանց տաք բնավորությունը եւ ուժեղ վերահսկողությունը պահանջում են զգուշություն, որպեսզի երեխաները զարգանան ազատ, անկախ եւ հոգեբանորեն կայացած։ Խոյ որպես երեխա։ Տղայի եւ աղջկա բնութագրերը։ Խոյ երեխաները սովորաբար աչքի են ընկնում իրենց ուժեղ էներգիայով, հետաքրքրասիրությամբ եւ անկեղծությամբ։ Նրանք կյանքի հանդեպ ունեն անմիջական, եռանդուն ու անկաշկանդ վերաբերմունք, ինչը առանձնացնում է նրանց մյուս երեխաներից։ Ընդհանուր բնութագրեր։ Ակտիվ եւ նախաձեռնող։ Խոյ երեխան միշտ շարժման մեջ է, սիրում է բացահայտել նոր բաներ եւ մասնակցել ցանկացած խաղ կամ գործունեություն։ Առանց վախի ու հետաձգումների։ Նրանք համարձակ են, չեն վախենում փորձարկել նոր առաջադրանքներ, նույնիսկ երբ դա կարող է ձախողման ռիսկ պարունակել։ Անկեղծ եւ անմիջական։ Խոյ երեխաները շատ բաց են իրենց զգացմունքներում։ Նրանց զգացմունքները անմիջապես արտահայտվում են՝ ուրախություն, տխրություն կամ զայրույթ։ Սոցիալական եւ ընկերասեր։ Նրանք հեշտությամբ ընկերություն են անում եւ հաճախ լինում են խմբի կենտրոնում։ Միշտ սիրում են առաջնորդել խաղերն ու ստեղծել էներգիան պահող միջավայր։ Տղա խոյ։ Շատ եռանդուն եւ նախաձեռնող։ Փոքր տարիքում նա կարող է տարբերվել ֆիզիկական ակտիվությամբ, սիրով մարզումների, խաղերի եւ արկածների նկատմամբ։ Մրցուն եւ նպատակասլաց։
Տղա խոյը սովորաբար ձգտում է հաղթել, լինի դա խաղերում, ուսումնական առաջադրանքներում կամ ընկերական մրցույթներում։ Անկախության կարիք։ Նա սիրում է ինքնուրույն որոշումներ կայացնել եւ արագ է ձգտում փորձել իր ուժերը տարբեր ոլորտներում։ Աղջիկ խոյ։ Էներգիայով լի եւ համարձակ։ Աղջիկ խոյերը ակտիվ են, սիրում են առաջնորդել խմբային խաղեր եւ առաջակիր լինել ընկերական միջավայրում, կրկփոտ ու հետաքրքրասեր։ Նրանք հաճախ դրսևորում են հետաքրքրություն նոր հոբիների, նախագծերի եւ փորձերի նկատմամբ։ Ուժեղ կամք եւ վճռականություն։ Աղջիկ խոյը սովորաբար չի վախենում հակառակություն տալ կամ սեփական կարծիքն արտահայտել, անգամ եթե դա հանգեցնում է վեճերի։ Մրցակցային եւ ստեղծագործական կողմ։ Խոյ երեխաները հաճախ ցանկանում են առաջինը լինել ցանկացած իրավիճակում, բայց իրենց անհամբերության եւ էներգիայի շնորհիվ նրանք նաեւ կարող են հայտնվել կես ճանապարհին սկսած գործերում։ Նրանք սիրում են նորություններն ու փոփոխությունները եւ արագ ձանձարում են կրկնվող եւ ձանձրալի գործունեությունից։ Եզրակացություն։ Խոյ երեխաները բնական առաջնորդներ են, ովքեր սիրում են շարժումը, արկածները եւ ազատությունը։ Նրանք սովորաբար ակտիվ, նախաձեռնող եւ սոցիալական են, բայց պահանջում են ծնողների ուղեկցություն եւ ղեկավարում, իրենց էներգիան ճիշտ ուղղելու եւ համբերությունը զարգացնելու համար։ Խոյ ֆիթնես աստղագուշակ։ Խոյ նշանի ներկայացուցիչները բնականաբար էներգիայով լի ու ակտիվ են, ուստի ֆիզիկական ակտիվությունը նրանց կյանքի անբաժանելի մասն է։ Նրանց կենսունակությունն ու շփման ակտիվությունը խթանում են ոչ միայն ֆիզիկական առողջությունը, այլ նաև հոգեբանական հավասարակշռությունը։ Ընդհանուր մոտեցում ֆիթնեսին։ Ուժ եւ տոկունություն։ Խոյերը սիրում են ֆիզիկական մարտահրավերներ, որոնք թույլ են տալիս թարմացնել մարմինը եւ փորձել սեփական կարողությունները։ Ակտիվություն եւ շարժունակություն։ Նրանց մոտ հեշտությամբ է ստացվում պահպանել էներգիան, խաղերի, մարզումների կամ բացօթյա գործողությունների միջոցով։ Մրցակցային մոտեցում։ Խոյերը սիրում են մրցակցել ոչ միայն ուրիշների, այլև իրենց նախկին արդյունքների հետ, մշտապես առաջընթաց ապահովելու համար։ Խորհուրդներ վարժությունների համար։ Բարձր ինտենսիվության մարզումներ, CrossFit, HIIT վարժություններ կամ ինտենսիվ վազք, դրանք նրանց համար լավագույն տարբերակներն են, քանի որ նրանք սիրում են ռիթմային ու էներգիայով լի վարժություններ։ Մարտարվեստներ ու սպորտային խաղեր։ Բոքս, կարատե, ռեգբի, բասկետբոլ, այս մարզաձևերը ոչ միայն զարգացնում են ֆիզիկական կարողությունները, այլև տալիս են մրցակցային բավարարություն, որը կարևոր է խոյերի բնավորության համար։ Բազմազանություն եւ նորույթ։ Խոյերը հեշտությամբ ձանձրանում են նույն գործողություններից, ուստի ցանկալի է միշտ նոր վարժություններ կամ փոփոխվող ծրագրեր ներառել ֆիթնես ռեժիմում։ Արտաքին գործունեություն։ Սպորտային ճամբարներ, լեռնագնացություն, վիրգինյան հեծանվավազք կամ այլ բացօթյա արկածներ նրանց հոգեբանական բավարարվածություն եւ էներգիայի հավասարակշռություն են ապահովում։ Խորհուրդներ մտավոր եւ հոգեբանական հավասարակշռության համար։ Ֆիզիկական ակտիվությունը խոյերի համար ոչ միայն մարզանք է, այլև լարվածությունը նվազեցնելու միջոց։ Հաճախ այս նշանի մարդիկ հակված են արագ ընկնել ձանձրույթի կամ հոգնածության, եթե չեն բավարարում իրենց էներգիան շարժումով։ Կարգավորելով վարժությունների ինտենսիվությունը եւ բազմազանությունը, նրանք կարող են հասնել մարմնավոր եւ մտավոր հիանալի հավասարակշռության։ Եզրակացություն։ Խոյերը էներգիայով լեցուն, մարտահրավերներին պատրաստ ու մրցունակ են, իսկ ֆիթնեսը նրանց համար հնարավորություն է ձեռք բերել խթանված, առողջ եւ երջանիկ կյանք։ Ընտրելով ինտենսիվ, բազմազան եւ մարտահրավեր մարզումներ, խոյերը կարող են զարգացնել ուժը, տոկունությունը եւ հոգեբանական բավարարությունը միաժամանակ։ Խոյ կենթանակերպ, կարիերայի եւ մասնագիտական առաջընթացի աստղագուշակ։ Խոյ նշանի ներկայացուցիչները բնութագրվում են խարիզմայով, նախաձեռնողականությամբ եւ ուժեղ գործունեության մղումով, ինչը նրանց դարձնում է բնական առաջնորդներ, հատկապես այն ոլորտներում, որտեղ կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել եւ նախաձեռնություններ անել։ Ընդհանուր բնութագիր։ Նախաձեռնող եւ համարձակ։ Խոյերը չեն վախենում նոր մարտահրավերներից եւ արագ արձագանքում են փոփոխություններին։ Մրցունակ եւ նպատակասլաց։ Նրանք սիրում են առաջադիմել, հաղթել եւ ցույց տալ իրենց կարողությունները։ Էներգիայով լեցուն։ Շարժուն եւ էներգետիկ են, ուստի իրենց ակտիվությունը կարող է օգնել արդյունավետ աշխատել թիմում կամ ինքնուրույն։ Կարիերայի հաջողության ուղիներ։ Առաջնորդող պաշտոններ։
Խոյերը լավ են իրենց զգում ղեկավարի կամ ղեկավար պաշտոնում, որտեղ կարող են առաջնորդել թիմը եւ արագ լուծումներ գտնել խնդիրների համար։ Ակտիվ եւ դինամիկ աշխատանքներ։ Նրանք գերադասում են աշխատանքներ, որոնք պահանջում են ակտիվություն, լուծումների որոնում եւ մարտահրավերների ընդունում։ Սեփական նախաձեռնություններ։ Խոյերը հաճախ հաջողակ են որպես ձեռնարկատերեր կամ ստարտափեր, իրենց անկախությունը պահպանելու եւ ստեղծարար գաղափարներն իրականության վերածելու ունակությամբ։ Ֆիզիկական կամ առարկայական գործունեություն։ Եթե աշխատանքը պահանջում է շարժում, ֆիզիկական պատրաստվածություն կամ անմիջական գործողություն, օրինակ մարզիչ, փրկարար, հսկողություն, շինարարություն, նրանք զգում են առավելագույն հարմարավետություն եւ արդյունավետություն։ Կարևոր առանձնահատկություններ։ Էներգիայի կառավարում։ Խոյերը երբեմն կարող են չափազանց եռանդով մոտենալ աշխատանքին, ինչը կարող է հանգեցնել արագ հոգնածության։ Պետք է սովորեն գործերն խնայողությամբ պլանավորել եւ սահմանափակել աննպատ գործերը։ Մրցակցային բնույթ։ Մրցակցությունը կարող է օգնել առաջընթացին, բայց պետք է խուսափել հակադրություններից, որոնք կարող են խանգարել թիմային աշխատանքին։ Կարճաժամկետ եւ երկարաժամկետ նպատակներ։ Խոյերը հաճախ կենտրոնանում են անմիջական արդյունքների վրա, սակայն կարևոր է նաեւ երկարաժամկետ պլաններ կազմավորելը կարիերայի շարունակական աճ ապահովելու համար։ Խորհուրդներ կարիերայի հաջողության համար։ Ընտրել աշխատանքային ոլորտներ, որտեղ նախաձեռնողականությունը եւ արագ որոշումներ կայացնելու կարողությունը գնահատվում են։ Մշակել համբերություն եւ ճկուն, որպեսզի երկարաժամկետ նախագծերի ավարտը ապահովեն։ Աշխատել թիմային հմտությունների վրա, բացահայտելու համար, թե ինչպես կարելի է համադրել սեփական մրցակցային բնույթը թիմի ընդհանուր շահերի հետ։ Միաժամանակ պահպանել ֆիզիկական եւ մտավոր էներգիան, պարբերաբար հանգստանալով եւ ակտիվություն պահպանելով։ Եզրակացություն։ Խոյերը բնական առաջնորդներ են, ովքեր ստեղծարարություն, ուժ եւ երանգ են ներդնում ցանկացած գործունեությամբ։ Կարելի է հաջողությամբ առաջընթաց ունենալ ոլորտներում, որտեղ պահանջվում է նախաձեռնողականություն, արագություն եւ մրցակցային բնույթ։ Ընտրելով ակտիվ, բազմազան եւ մարտահրավերային գործունեություն, խոյերը կարող են վստահորեն հասնել կարիերայի վերին մակարդակներին։ Խոյ կենթանակերպ, գումարի եւ ֆինանսների աստղագուշակ։ Խոյ նշանի ներկայացուցիչները ֆինանսների հարցերում, ինչպես եւ կյանքի շատ ոլորտներում, հաճախ գործում են էներգիայով, ինտուիցիայով եւ ուժեղ վստահությամբ։ Նրանք սիրում են ակտիվություն եւ շարժում, ինչը վերաբերում է նաեւ ֆինանսական գործունեությանը, ներդրումներ, գնումներ կամ կարիերայի եկամուտներ։ Ընդհանուր բնութագիր։ Էներգետիկ եւ նախաձեռնող։ Խոյերը սիրում են ֆինանսական ակտիվություն, արագ որոշումներ եւ դրամական հնարավորությունների որոնում։ Իմպուլսիվ ծախսեր։ Նրանց մոտ հաճախ լինում է թեթևամիտ եւ պահի ազդեցությամբ ծախսելու հակվածություն, հատկապես նոր կամ հետաքրքիր առարկաների համար։ Մրցունակություն։ Փող վաստակելու հարցում նույնպես խոյը կարող է մրցակցել ինքն իր եւ մյուսների հետ, ինչը հաճախ օգնում է առավելագույն արդյունքի հասնել։ Ֆինանսական ուժեղ կողմերը։ Նախաձեռնողականություն եկամտի համար։ Խոյերը պատրաստ են նորարարական միջոցներ գտնել փող աշխատելու համար, լինի դա սեփական բիզնես, ստարտափ կամ հավելյալ գործունեություն։ Ակտիվ գործարքներ եւ ներդրումներ։ Նրանք սիրում են ակտիվորեն գործել ֆինանսական ոլորտում, փորձել նոր նախագծեր կամ առաջադեմ միջոցներ։ Սոցիալական աջակցություն։ Խոյերը կարող են շահավետ համագործակցություններ հաստատել, ինչը բերում է ֆինանսական աճի։ Խոցելի կողմերը։ Իմպուլսիվություն եւ շտապողականություն։ Երբեմն նրանք ծախսում են ավելի շատ, քան պետք է, առանց մանրակրկիտ պլանավորման։ Կարճաժամկետ մտածողություն։ Խոյերը հաճախ կենտրոնանում են արագ եկամտի վրա, մոռանալով երկարաժամկետ ֆինանսական ռազմավարության կարևորությունը։ Խորհուրդներ ֆինանսական կայունության համար։ Ստեղծել ֆինանսական պլան, ծախսերն ու եկամուտները հստակ բաժանելով։ Լսել փորձառու մարդկանց խորհուրդները, հատկապես երկարաժամկետ ներդրումների դեպքում։ Պահել որոշակի պահուստ անսպասելի իրավիճակների համար։ Աշխատել սեփական ինքնատիրապետման վրա, խուսափելու հապճետ եւ ապակենտրոն ծախսերից։ Եզրակացություն։ Խոյերը կարող են լինել ֆինանսապես հաջողակ եւ ստեղծարար, հատկապես երբ համատեղում են իրենց բնական նախաձեռնողականությունն ու էներգիան ֆինանսական պլանավորման հետ։ Նրանք ձգտում են արագ արդյունքների, բայց սովորելով զսպել իմպուլսներն ու ավելի երկարաժամկետ ռազմավարություն կառուցել, կարող են հասնել իրական ֆինանսական կայունության եւ բարեկեցության։ Խոյ կենթանակերպ, նորաձևության եւ սթայլի խորհուրդներ։
Խոյերը, որպես կրակոտ եւ էներգիայով լեցուն նշան, իրենց արտաքին տեսքն ու նորաձևության ընտրությունը դարձնում են ինքնարտահայտման կարևոր միջոց։ Նրանք սիրում են լինել աչքի ընկնող, նախաձեռնող եւ ազատ ոճով, այն ամենով, ինչը արտահայտում է իրենց անհատականությունը։ Ընդհանուր սկզբունքներ. համարձակություն եւ անհատականություն։ Խոյերը չեն հետևում միայն դասական կամ կանոնավոր տրենդներին։ Նրանք սիրում են խառնել նորաձևության տարրերը, ստեղծելով յուրօրինակ սթայլ։ Էներգետիկ եւ շարժունություն։ Ճանապարհորդությունների, մարզումների կամ առօրյա ակտիվության համար խոյը պետք է ընտրի հարմարավետ, բայց ոճային հագուստ։ Ակտիվ եւ վառ գույներ։ Կարմիր, վառ սպիտակ եւ սև գույները առավել շատ են արտահայտում խոյի բնավորությունը։ Խորհուրդներ տղամարդկանց համար։ Casual եւ սպորտային ոճ։ Ջինս սետաբատներ, հարմար շապիկներ, սպորտային կոշիկներ, գլխաշապիկներ, նրբորեն խառնելով էկզոտիկ մանրամասներ։ Բազմաֆունկցիոնալ շերտավորում։ Խոյ տղամարդը սիրում է հարմարավետություն, բայց նաև ուշադրություն գրավող դետալներ, օրինակ զսպված նրբանկարչություն կամ եզակի բաճկոն։ Աքսեսուարներ առանց չափազանցության, ժամացույցներ կամ վառ նայվող գոտիներ իր անձնական էներգիան ընդգծելու համար։ Խորհուրդներ կանանց համար։ Երաժշտական ու անկանոն տարերով հագուստ։ Խոյկինը սիրում է վառ եւ արտահայտիչ կտորներ, ֆլորալ կամ գեոմետրիկ հարդարանքով։ Անկախություն եւ ուժի արտահայտում։ Կանացի սանրվածքներ, որոնք ընդգծում են դեմքի հատկանիշներն ու էներգիան։ Հարմար է միջին երկարության կամ կարճ, ցածր պահպանման սանրվածք։ Գույների համադրություն՝ կարմիր, նարնջագույն, ոսկեգույն եւ սև շեշտադրումներ ուշադրություն գրավելու համար։ Սեզոնային եւ առօրյա խորհուրդներ։ Արտասովոր դետալներ։ Խոյերը սիրում են նորաձևության մեջ անսպասելի տարրեր, ասեղնագրություն, զարդեր կամ հետաքրքիր կտորներ։ Բազմաֆունկցիոնալ հագուստ։ Առօրյա հագուստը պետք է համատեղելի լինի արկածային գործողությունների, սպորտի եւ հանդիպումների հետ։ Հարմարավետություն առանց հիասթափեցնելու ոճը։ Հագուստը պետք է լինի ճկուն, շարժուն եւ արտահայտիչ, որպեսզի խոյի էներգիան չսահմանափակվի։ Եզրակացություն։ Խոյի կենդանակերպի ներկայացուցիչները հաջողությամբ են համադրում կարիերայի, սոցիալական կյանքի եւ անձնական էներգիայի արտահայտման համար հագուստը։ Նրանց ոճը բարձ է, անկախ եւ վառ, բայց միշտ պետք է արտացոլի ներքին կրակոտ էներգիան։ Խոյերը չեն վախենում ուշադրություն գրավելու, ուստի ցանկացած օր կարող են ստեղծել իրենց յուրահատուկ եւ ինքնատիպ սթայլը։ Խոյ կենդանակերպ, ճանապարհորդական խորհուրդներ։ Խոյերը ծնված են շարժման եւ արկածների սիրահարներ։ Ուստի նրանց ճանապարհորդությունները հաճախ դառնում են ոչ միայն հանգիստ, այլև անձնական փորձ ու էներգիայի լիցքավորում։ Նրանք սիրում են նոր մշակույթներ, էկզոտիկ միջավայրեր եւ ակտիվ հանգստի ձևեր, որոնք համապատասխանում են իրենց կրակոտ եւ նախաձեռնող բնավորությանը։ Ընդհանուր սկզբունքներ։ Անախանձելի ազատություն։ Խոյերը գնահատում են ճանապարհորդությունը որպես ինքնարտահայտման հնարավորություն։ Նրանք սիրում են պլանավորել իրենց ուղևորությունը, բայց նաև ազատություն ունենալ փոփոխություններ անելու համար ճանապարհին։ Արագ եւ շարժուն։ Ընտրելով երթուղիներ, խոյերը նախընտրում են շարժունակ, ակտիվ եւ բազմազան վայրեր, որտեղ կարող են ֆիզիկապես ներգրավվել։ Անհատական եւ տարբերվող փորձեր։ Կրակոտ բնավորությամբ խոյերը ձգտում են փորձել նոր գործողություններ, արկածային սպորտեր կամ մշակութային ծրագրեր, ցանկացած սովորական հանգստի փոխարեն։ Տղամարդկանց համար խորհուրդներ։ Ակտիվ գործողություններ։ Ռաֆթինգ, հեծանվավարություն, մագլցումներ կամ էքստրեմալ սպորտեր, որոնք կպահեն նրանց էներգիան բարձր մակարդակում։ Ճանապարհորդական հագուստ։ Հարմարավետ, շարժունակ, բազմաֆունկցիոնալ հագուստ, որը հեշտ է կարգավորել տարբեր կլիմայական պայմանների համար։ Աքսեսուարներ եւ տեխնիկա։ Էներգիայի եւ ճանապարհի կառավարման համար հարմար ժամացույցներ, փոքրաչափ պայուսակներ, GPS կամ շարժական լիցքավորիչներ։ Կանանց համար խորհուրդներ։ Անհատական ոճը պահպանել։ Խոյկինը ճանապարհորդության ընթացքում ցանկանում է զգալ ազատություն, ուստի հագուստը պետք է լինի ճկուն, գործնական, բայց նաև արտահայտիչ, վառ գույներով կամ հետաքրքիր դիզայնով։ Ակտիվ հանգիստ եւ մշակույթ։ Միջազգային շուկաներ, թանգարաններ, տեղական խոհանոցներ, արկածային ծրագրեր իր ներքին էներգիան պահելու համար։ Հարմարավետություն եւ բազմաֆունկցիոնալ։
Հագուստը պետք է համատեղվի զբոսանքների, լողափի, լեռնային արշավների եւ հասարակական միջոցառումների հետ։ Սեզոնային խորհուրդներ։ Ճանապարհորդության ընտրություն ըստ եղանակի։ Գարունն ու աշունը լավագույն ժամանակն են էքստրեմալ սպորտի համար, ամառը ջրային գործունեության, իսկ ձմեռը լեռնագնացության եւ սահադաշտերի համար։ Բազմազան գործունեություն։ Խոյերը չեն սիրում ձանձրույթը, այդ պատճառով մեկ ուղևորության ընթացքում խորհուրդ է տրվում համատեղել մշակութային, սպորտային եւ սոցիալական միջոցառումներ։ Անակնկալներ եւ փորձեր։ Խոյերի ճանապարհորդությունը կդառնա ավելի հիշարժան, եթե ներառվեն անսպասելի վայրեր, նոր ընկերություններ կամ տեղական սովորույթներ։ Եզրակացություն։ Խոյ կենդանակերպի ներկայացուցիչները ճանապարհորդությունը տեսնում են որպես կյանքը նորևով զգալու, էներգիան լիցքավորելու եւ սեփական սահմանները ընդլայնելու միջոց։ Նրանք սիրում են շարժվել, բացահայտել նոր տեղեր, փորձել նոր գործողություններ եւ մշտապես պահպանել հետաքրքրությունը։ Խոյերի համար ամենահամարձակ եւ հարմար ճանապարհորդությունը այն է, որը առաջարկում է ազատություն, նորություն եւ ակտիվ ներգրավվածություն։ Միայն այդ դեպքում նրանք կզգան ամբողջությամբ կյանքի հրճանկը։ Հաջորդ տեսանյութում կներկայացնենք ամեն ինչ ցուլ կենդանակերպի նշանի մասին։ Եթե այս տեսանյութը ինչ-որ բան բացահայտեց ձեր մասին, ապա անպայման դրեք հավանություն եւ բաժանորդագրվեք ալիքին։ Առջևում սպասվում են ամենահետաքրքիր աստղագուշակները, որոնք չեք ուզենա բաց թողնել։